Բարև բոլորին, թողեցի փոքրիկներին և գնում եմ դեպի տուն, տեսնեմ ինչ են այնտեղ կատարել, ուր են հասել և ձեզ էլ իհարկե ցույց կտամ։ Նախ ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորին, շնորհավորանքների համար, շատ զգացված եմ իսկապես, շատ շնորհակալ եմ։ Երկրորդը կուզենայի մի քանի հարցերի պատասխանել, ինչը հատկապես կախված էր մեր հայրենակիցներից, ոմանք ցանկություն էին հայտնել ինֆորմացիա ունենալու, թե ինչպես կարելի է այստեղ տուն գնել առանց գրանցման եւ առանց կացության իրավունքի։ Այո, այդպիսի հնարավորություն կա։ Պետք է այստեղ ունենաք բանկային հաշիվ, որտեղ կլինի գումարը։ Բացեք այստեղ նաև հարկային համարանիշի կոդ, իտալերեն կոչվում է կոդիչե ֆիսկալե, որի հիման վրա պետք է վճարեք բոլոր հարկերը այդ տան վրա, որտեղ այստեղ բնակարան գնելուց կամ տուն, ցանկացած բան, պետքա վճարեք հարկ, կոչվում է imposta di registro 9%, արժեքից 9%, դա վճարում եք մեկ անգամ։ Իսկ եթե ավելի հետաքրքրված եք եւ իսկապես կուզենայիք գնել, ինձ կոմենտարներում թողեք, միգուցե ես փորձեմ մի հատ վիդեո նկարեմ առանձին մենակ այդ հարցի շուրջ, բայց ընդհանուր առմամբ պետք է այստեղ on-line հարթակներում, բոլորը հիմա on-line է, այդ հարթակներում ընտրեք ձեզ համար տուն, որտեղ եք այդ տուն ուզում, ինչ տեսակ եք ուզում, on-line գտնեք այն, արժեքը ամեն ինչը ձեզ համապատասխանի, երբ որ դուք գտնեք այդ տունը, համարը, որով որ դուք կզանգահարեք, սովորաբար դա կազմակերպություն է, երբեք անհատները իրենց համարները չեն տալիս, դա շատ հազվադեպ դեպքերում է, երբ որ անհատը ինքն է տեղադրում հայտարարությունը, հիմնականում բոլոր հայտարարությունները տեղադրում են ագենստվաները, այսինքն բրոկերի օգնությամբ եք դուք բնակարանը ձեռք բերելու, և հենց նա էլ կազմակերպելու է ձեր բոլոր փաստաթղթերը, որոնք դուք պետք է ստորագրեք, կարդաք և ասեմ ավելին լավ կլինի, որ դուք ունենաք փաստաբան կամ վստահելի մարդ այստեղ, որտեղ շատ հաճախակ են տեղի ունենում ոչ շատ լավ միջադեպեր, մարդկանց շատ են խաբում, այդ իսկ պատճառով նախ պետք է ամեն ինչը լինի թարգմանված, ինչը որ դուք կարդում եք, ստորագրում եք, երկրորդը պետք է ունենաք անպայման փաստաբան, տեղեկացված լինեք բոլոր ձեր իրավունքների մասին, ինչպես նաև պետք է իմանաք ինչ հարկեր են ձեզ սպասվում վճարել, որտեղ դուք այստեղի քաղաքացի չեք, կեցության իրավունք չունեք, պետք է իմանաք տեղեկացվեք բոլոր այդ հարկերի վերաբերյալ, որտեղ հետագայում են լինելու հարկեր, այստեղ այդպիսի հարկ կա, ոնց որ իմու, եթե դա ձեր մշտական բնակվելու վայրը չէ, դուք տարեկան պետք է այդ տան համար վճարեք հարկ, եթե այստեղ եք ապրում, իհարկե չեք վճարում, բայց եթե այստեղ չեք ապրում, պետք է այդ տան համար վճարեք հարկ։ Այսպիսով հանգիստ կարող եք գնել այստեղ տուն, բնակարան, ցանկացած բան, ուղղակի պետք է լինեք շատ ուշադիր, տեղեկացված լինեք բոլոր ձեր իրավունքների, օրենքների մասին։ Եվ ևս մի բան էլ ավելացնեմ, Իտալիայում, եթե գնում ես բնակարան, տուն, ցանկացած բան, դա չի տալիս ոչ քաղաքացիություն, ոչ էլ կեցության իրավունք։ Դուք ուղղակի դառնում եք այդ դրա սեփականատերը, կարող եք վարձակալել, կարող եք ինչ ուզում եք անել, բայց ձեզ դրանից դուք չեք կարող դառնալ Իտալիայի քաղաքացի կամ կեցության իրավունք այստեղ ունենաք։ Մի հատ էլ հարց էր, ցանկություն էր, խորհուրդ էր, ճիշտ ասած լավ չհասկացա ես, բայց գրված էր, թե ինչու տուն չեմ գնում Մոսկվայում կամ Հայաստանում, ճիշտ ասած չհասկացա ինչի պետք է Մոսկվայում գնեմ, ես այնտեղ չեմ ապրում, ոչ աշխատում եմ, ընդհանրապես կապ չունեմ այդ երկրի հետ, այդ քաղաքի հետ, եթե նկատի ունեին որպես ներդրում, այդ երկրում գումար ներդնել, չգիտեմ, ճիշտ ասած երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ, իսկ ինչը վերաբերում է Հայաստանին, ես ունեմ տուն Երևանում և չեմ հասկանում ինչի պետք է նորից տուն գնեմ այդ նույն տեղում,
Ես շատ հաճախակի այցելում եմ իմ տունը եւ չունեմ խնդիր տուն գնելու այնտեղ։ Իսկ ինչը կապված էր տների հին լիներուն կամ որոշ մարդիկ գրել էին, որ չարժեն այս տները կամ ինչ-որ վատ տեսք ունեն, ինձ թվում է հիմա էլ որ նայեք, հասկանաք, մենք գտնվում ենք Իտալիայում եւ այստեղ նոր բնակարաններ, նոր կառույցներ, նոր շենքեր, հատկապես Ֆլորենցիան, Տոսկանայում ուղղակի չկա։ Այդպիսով մի սպասեք, որ կտեսնեք ինչ-որ Դուբայի նման գեղեցիկ տներ, նորակառույցներ, խնամված, այստեղ դա ուղղակի գոյություն չունի։ Բոլոր շենքերը, տները կարող են լինեն 1500 թվականի, 1900 թվականի, եթե ձեր բախտը բերի կարող է լինի 1950 թվականի։ Ես ձեզ շատ հաճախակի ցույց եմ տալի այստեղ փողոցները, տները, նայեք, նույնիսկ մայթ չկա։ Այսքան տարածությունը երևի 3 մետր է, դժվարությամբ մեկ մեքենա է անցնում այս փողոցով, եւ այստեղով, որ հիմա ես քայլում եմ, այս բոլոր շենքերը 1800 թվականի շենքեր են։ Բայց դա չի նշանակում, որ նրանք էժան են, կամ դա չի նշանակում, որ դրանք լավը չեն։ Այս երկիրը այդպիսին է։ Տոսկանայում, Ֆլորենցիայում եզակի շինություններ են, որ նորակառույց են։ Եզակի, ուղղակի մատների վրա կարելի է հաշվել, քանի հատ են։ Եվ որ ճիշտ ասեմ, իրանց որակական վիճակը այդքան լավը չի, ինչքան այս 1800 թվականի շենքերը։ Ես ձեզ ասեմ, այս 1800 թվականի շենքը ավելի լավն է որակով, քան թե 2025 թվականի կառուցած այդ նորակառույցները։ Ամեն դեպքում այստեղ։ Այդպիսով ուզում էի մի քիչ բացահայտել ձեզ համար, որ միգուցե մեր համար տարօրինակ է տեսնել շենքերը սենց չխնամված ճակատներով, ինչ որ այսենց կիսատ պռատ, հա, բայց նախ ոչ բոլորն են այդպիսին, կան եւ օրինակ խնամված շենքեր, պարտադիր չի որ սենց տեսք ունենան, այդ արդեն ամեն տիրոջից է, վարձով է տունը, վարձով չի, դա նշանակություն ունի։ Այդ ամեն ինչը պետք է հաշվի առնենք։ Ամեն դեպքում Իտալիայից մի սպասեք, որ այստեղ լինելու են շքեղ, գեղեցիկ, նորակառույց, բնակարաններ, տներ, այստեղ համարյա թե չկա։ Տոսկանայում, հատկապես Ֆլորենցիայում, ընդհանրապես կա արգելք նորակառույց շենքեր կառուցելու վրա։ Դրա համար այստեղ արժեքը ցանկացած այս ամենահին, շատ վատ տեսք ունեցող, մեր կարծիքով ոչ գեղեցիկ այս շենքերի արժեքը միայն բարձրանում է, երբեք չի իջնում, որովհետև այստեղ նոր շենք չկա ու հնարավորություն չկա, որ սա կքանդեն եւ կկառուցեն նորը։ Ճարով Իտալիայից մի սպասեք, որ կտեսնեք ինչ որ գեղեցիկ թաղամասեր շենքեր կան, այնպես չէ որ չկան, բայց շատ եզակի են եւ շատ քիչ են։ Դա է ուզում ձեզ այսօր ասել միայն։ Գնանք մեր տունը տեսնենք, ցույց կտամ ձեզ մեր տունը։ Եկա հասա, հələ որ այս վիճակում ենք, Ես անհանգույցն է, կլավ չեմ կարող սստան, որտև մութ է, պատոհանը չեմ կարող անբացեմ, ես էլ սենց պարզվում է, անհայտ է ինչ պայմաններում, նայեք ինչ ա եղել, արդեն խփած, պրծած սիրուն, հայտնաբերեցինք, որ այս մի կտորը այսենց սիրուն ջարդված է, կլեին է քիչ, թե ինչ-որ բան են վարպետները վերևից գցել վրեն, մենք տենց էլ չհասկացանք, իհարկե չես էլ ապացուցի այդ հեչ, բայց սենց տհաճ միջադեպ ունեցանք, ցավոք սրտի, բայց ինչ կարող ես անել, այստեղի սալիկը սենց է, գծավորը, այս կպցնում են, որ չկեղտոտ են այս սալիկները, շատ հարմար է, Երևանում իդեպ սենց բան չէին արել և ես մինչև մաքրում էի այս պատերը շատ ժամանակ էի կորցնում, իսկ այստեղ կա սենց բան։
Մի հատ նայեք հլը, այս իմ տան դիմացի սպիտակ մագնոլյան։ Մի հատ նայեք այս գեղեցկությունը, ես ձեզ խնդրում եմ, հլը ինչ շատ է։ Ծաղիկներ։ Դրստե նայեք։ Վայ աստված, ես ինչ սիրուն է։ Ու սաղ վրեն մեղուներ են։ Մեղր են պատրաստում դերել ինչ-որ տեղ։ Շատ սիրուն է ժողովուրդ։ Մի հատ այս մեկը վերջն է, հələ ոնց է բացվել, նոր է բացվել, երեք փակ էր։ Էս էլ, այ էս էլ, սրանք սաղ նոր են բացվել։ Էս մեկն էլ է բացվել, հələ նայեք ստեղ։ Այս ինչ գեղեցկություն աստված, հնալատը վերևն է, ինքն է։ Ու հələ ինչքան կոկոմ կա, որ պիտի բացվի։ Հատ նայեք։